Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս օրերին աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են խաղաղության կարեւորության մասին եւ առավել ընդգծում այն ջանքերի արժեքները, որոնք միտված են կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Այսօրվա զարգացումները ցույց են տալիս, որ նույնիսկ երկկողմ կոնֆլիկտը կարող է վերածվել բազմակողմ պատերազմի եւ պետությունների ղեկավարներից եւ կառավարություններից պահանջվում են խոհեմ ջանքեր ու պատասխանատու քաղաքականություն սեփական երկիրը պատերազմի թատերաբեմից հեռու պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր կառավարության վերջին տարիների ջանքերը հենց դրան են միտված։ Իրական Հայաստանի խաղաղության խաչմերուկի հիմքում խաղաղությունն է, որը պետք է ապահովի մեր երկրի կայուն, անվտանգ եւ դինամիկ զարգացումը։ Սակայն, ինչպես բազմիցս եմ նշել, խաղաղությունը Հայաստանում թշնամի ունի իդեմս որոշ շրջանակների։ Եթե մենք լսեինք դրանց հորդորներն ու գործեինք այնպես, ինչպես իրենք էին պահանջում, ապա համոզված եղեք, որ Հայաստանն այսօր կլիներ գլոբալ պատերազմի թատերաբեմում որպես հակամարտող կողմ եւ այդ պատերազմից դուրս կգար պետականության կորստով։ Եվ քանի որ նրանց համար առաջնայինը ոչ թե Հայաստանի պետականությունն է, այլ սեփական իշխանությունը, իսկ խաղաղությունն այդ իշխանությանը հասնելու ճանապարհին կանգնած մեծ խոչընդոտ է, ապա նրանք ամեն ինչ արել եւ անում են Հայաստանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու, դրա միջոցով հերթական անգամ իշխանություն զավթելու եւ երկիրը որպես գործիք երրորդ երկրների շահերին ծառայեցնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, անկասկած մենք այս սցենարը թույլ չենք տալու։ Խաղաղության հասնելու ճանապարհին մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ լուրջ արդյունքներ է գրանցել։ Այսօր Հայաստանն ապրում է փաստացի խաղաղության պայմաններում եւ անկախ կոնկրետ շրջանակների ցանկություններից մեր քաղաքականության նպատակն է ձեզ հետ միասին այդ խաղաղությունը դարձնել կայուն, մշտական եւ երկարաժամկետ, բացելով Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար զարգացման նոր պատմական դարաշրջան։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։